Ադրբեջանական մեդիա սլաքները Վրաստանի ուղղությամբ են Բաքվի իշխանությանը մոտ կանգնած մի շարք լրատվամիջոցներ նախ մեղադրեցին Թբիլիսիին տրանզիտային խոչընդոտներ ստեղծելու սահմանային անցակետերում գործընթացները ձգձգելու համար, ապա եզրակացրին Վրաստանը փորձում է խոչընդոտել հայ-ադրբեջանական տնտեսական մերձեցումը, քանի որ կարող է զրկվել տասնամյակներ ունեցած տրանզիտային մենաշնորհից։ Այսօր Վրաստանը փաստացի հանդես է գալիս կայուն տարածաշրջանային խաղաղության ճարտարապետության և փոխշահավետ տնտեսական կապերի ձևավորման դեմ։ Այն պահին, երբ Հարավային Կովկասն անցում է կատարում հակամարտության տրամաբանությունից զարգացման տրամաբանություն, Թբիլիսիի վարքագիծը նման է այդ անցումը դանդաղեցնելու փորձի։ Միգուցե Վրաստան-Ադրբեջան հարաբերություններում ինչ-որ օրակարգային այլ խնդիրներ կան, որոնք դրսևորվում են նաև այս հարցի շուրջ, էդ էլ պիտի հասկանանք, որ միգուցե հարևան երկրի ապատեղեկատվությունը փորձում է շեղի օրակարգը եւ գցի հենց Տրամպի ուղու նարատիվի մեջ։ Էդ էլ մենք պիտի նաև շատ զգույշ լինենք, հասկանանք, որ կարող է այլ հարցեր, որոնք այսօր չեն բարձրաձայնվում, բայց այսօր փորձում են մեդիայով ադրբեջանական ցույց տան, որ խնդիրը Վրաստանի դիրք կորցնելն է։ Վրաստանի փորձագիտական շրջանակներից պնդում են աղմուկը արեստածին է եւ ունի քաղաքական այլ շարժառիթներ։ Կարծում եմ այստեղ քաղաքական աղմուկ է ստեղծվել։ Իրականում Ադրբեջանում այժմ իրականացվում են խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր, երկաթուղիների զարգացում, շարժակազմի ձեռքբերում, լոգիստիկ կենտրոնների ստեղծում։ Վրացական կողմը որոշ չափով չի հասցնում համաժամանակյա զարգացնել իր ենթակառուցվածքները։ Հետևաբար այս հարցը Ադրբեջանում բարձրացվել է, որպես ազդակ Վրաստանին ակտիվացնելու նախագծերը, որպեսզի ներդրված միջոցները ժամանակին վերադարձվեն։ Սա կարելի է դիտարկել որպես սինխրոնիզացման կոչ։ Մեդիա գրողների այս ալիքը ուժ գնացավ հատկապես Հայաստան-ադրբեջանական նավթամթերքի տարանցման շուրջ պայմանավորվածության ֆոնին։ Թբիլիսին թեև հայտարարեց, որ մեկ անգամյա տարանցման համար Վրաստանը տուրք չի գանձի, այդուհանդերձ Բաքվի մամուլը տեղեկություն տարածեց, թե Վրաստանը պատրաստվում է 40 անգամ բարձր մաքսատուրք սահմանել։ Մաքսային տուրքերը ապագայում կարող են բարձրանալ, ինչը կարող է լրացուցիչ դժվարություններ ստեղծել հայ-ադրբեջանական առևտրի համար։ Սակայն այս պահին չեմ կարող հստակ ասել, թե որքան են նախատեսում բարձրացնել սակագները։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ավելի ուշ անդրադարձավ մատակարարման շուրջ քննարկումներին։ Մենք ամբողջությամբ հաշվի ենք առնում Հայաստանի եւ Ադրբեջանի ընդունելի շահերը։ Մենք էլ առաջնահերթություններ ունենք եւ ես հավատում եմ, որ բանակցությունների միջոցով կգտնենք լավագույն ճանապարհը, որը կբավարարի երեք երկրների հետաքրքրությունները։ Սակագների հնարավոր բարձրացումը կարող է նվազեցնել ադրբեջանական նավթամթերքի գրավչությունը Հայաստանի համար, բայց կարող է ավելի մերձեցնել Երևանին ու Բաքվին, շարունակում են փորձագետներն ու այդ ֆոնին վերլուծում Հայաստանի հարավով անցնելիք թրիպուղու հնարավորությունները։ Հայաստանի տարեկան պահանջարկը նավթամթերքի մասով կազմում է մոտ 500,000 տոննա։ Ներկայում այդ բեռնահոսքերը հիմնականում իրականացվում են վրացական նավահանգիստներով, հատկապես Բաթումով, Վրաստանի երկաթուղիներով եւ ապա տեղափոխվում Երևան։ Եթե նոր ճանապարհը բացվի, ապա հենց դրանով կտեղափոխվի ադրբեջանական կամ թուրքմենական նավթամթերքը, որը այսօր անցնում է միջին միջանցքով։ Կան նաև այլ բեռնահոսքեր, օրինակ Ցորենը, որ ներկայում ավտոմոբիլային տրանսպորտով վերին Լարսի անցակետով Վրաստանից տեղափոխվում է Հայաստան։ Ամենայն հավանականությամբ այդ բեռնահոսքը հետագայում կանցնի երկաթուղային փոխադրումների, Ղազախստանից կամ Ռուսաստանից դեպի Հայաստան, շարունակում է Պատա Ցագարեիշվիլին։ Մոտավորապես 5-ից 7 տարվա հեռանկարում Վրաստանով, Ադրբեջանով եւ Թուրքիայով անցնող միջանցքը կարող է կորցնել շուրջ 1,5-ից 2 միլիոն տոննա բեռնահոսք, եւ այդ բեռները կվերաուղղվեն այլընտրանքային ճանապարհներով։ Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը թրիպուղու հետ կապված զուսպ է եւ հավասարակշռված, Թբիլիսին հրապարակավ չի ընդդիմանում նախագծին, ընդգծելով, որ աջակցում է տարածաշրջանային փոխկապակցվածության ու խաղաղությանը։ Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախաձեռնությունը նոր հեռանկարներ է բացում ամբողջ տարածաշրջանի համար եւ կօգնի միջին միջանցքի ամրապնդմանը։ Դա կարեւոր է մրցակցության զարգացման, փոխադրողներին լավագույն պայմաններ առաջարկելու տեսանկյունից։ Դրանով իսկ միջին միջանցքը կդառնա ել ավելի գրավիչ։ Հարավային Կովկասում եւս մեկ ուղու ստեղծումը վկայում է տարածաշրջանի կայունության մասին, ինչը կներգրավի ավելի շատ ներդրումներ։ Հետևաբար մենք ողջունում ենք այս նախաձեռնությունը, որը օգտակար կլինի ամբողջ տարածաշրջանի համար։
Փորձագիտական մակարդակում սակայն հնչում են ավելի ուղիղ գնահատականներ։ Վրացի փորձագետների մի մասը նշում է, որ Հայաստանի տարածքով նոր ուղու գործարկումը կարող է նվազեցնել Թբիլիսիի տրանզիտային հնարավորությունները։ Многие политики Բազմաթիվ քաղաքական գործիչներ եւ քաղաքագետներ Թրամփի նոր նախագիծը դիտարկում են որպես միջին միջանցքին լրացնող նախագիծ։ Ես համակարծիք չեմ։ Կարծում եմ որոշակի հեռանկարում, երբ Հայաստանի հարավով անցնող այդ նախագիծը կյանքի կոչվի, տրանսպորտային հաղորդակցությունները ապա շրջափակվեն, Հայաստանը կդառնա տարանցիկ երկիր եւ այդ անցուղիները միմյանց հետ մրցակցային հարաբերությունների մեջ կմտնեն։ Ռիսկերից զատ Վրաստանի համար կան նաև նոր հնարավորություններ, արձագանքներ են հնչում Երևանից։ Ճիշտ քաղաքականություն վարելով, Թբիլիսին աշխատելով թե Բաքվի հետ, թե Երևանի հետ կարող է մի նոր իրավիճակ, ստանա, երբ որ նոր հնարավորությունները կգերազանցեն կորուստները, որոնք ակնկալվում են ապաշրջափակումից տարածաշրջանային, Ուստի այստեղ պետք է ոնց որ մեդալի երկու կողմը նայենք։ Կան ռիսկեր եւ կան շատ լավ նոր հնարավորություններ, որոնք ճիշտ օգտագործելու պարագայում կարող է Վրաստանը նաեւ շահած դուրս գա, քանի որ տրիպը եւ հապաշրջափակումը տարածաշրջանային ինքը տարածաշրջանի համար նոր հնարավորություն է դրսից նոր ներդրումներ բերելու տարածաշրջան եւ այստեղ արդեն ոչ թե պիտի կենտրոնանան ինչ-որ մի տարածքի վրա ինչ-որ մի պետության, այլ 3 պետությունների, որոնք դառնալու են մասնիկը մեծ միջազգային տրանսպորտային միջանցքների։ Կենտրոնական Ասիայում աճող բեռնահոսքերը պահանջում են նոր ու հարմար ենթակառուցվածքներ եւ այդ նպատակով Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը պետք է սերտորեն համակարգեն իրենց ծրագրերը, շարունակում է վրացի փորձագետը։ Օրինակ, Հայաստանում արդեն կան նախադրյալներ Երևանի կամ Գյումրիի մոտ չոր նավահանգիստ կառուցելու համար։ Այս կարևոր նախագծերը պետք է սինխրոնիզացվեն նաեւ Վրաստանում իրականացվող նախագծերի հետ, որ երկրները միմյանց հետ չմրցեն, այլ փոխլրացնեն իրենց ենթակառուցվածքներով։ Այդպես հնարավոր կլինի առավել արդյունավետ սպասարկել այն բեռնահոսքերը, որոնք ապագայում կշարժվեն Չինաստանից, Կենտրոնական Ասիայից կամ Եվրոպայից։ Ապաշրջափակումը կարող է 3-ից 5 տարի այն տեսքով ինչպեսի, պատկերացումներ կան Երևանում, տևի։ Ուստի էցի նշանակում է, որ առնվազն 3-ից 5 տարի Վրաստանը կարևոր երկիր է լինելու մեր համար։ Մյուս կողմից ադապտացման շրջան կարող է հանդես գալ, երբ որ մենք տարբեր այլ նոր նախագծերով կարողանանք Վրաստանի հետ կոմպենսացնել այն բոլոր հնարավոր կորուստները բեռնափոխադրումների, որոնք կարող են տեսականորեն տեղի ունենալ։ Հայաստանի հարավով անցնելիք Թրիպուղին հարավային Կովկասի 3 երկրների համար կապող օղակ է, այլ ոչ բաժանարար գիծ։ Փորձագետի խոսքով հենց այս գիտակցմամբ պետք է գործակցեն Երևանը, Բաքուն ու Թբիլիսին։ Վոլոդիա Մուշեղյան, Ռոմիկ Խաչատրյան եւ Կարեն Բաղդասարյան, Կիրակնորյալ լուրեր։